Այսօր մենք կքննարկենք Լա Լիգայի 11-րդ օրը, գնացինք։ Լա Լիգայի 11-րդ օրում Բարսելոնան հրավիրեց իրենց Մոնժուիկ Էլչեին։ Բարսելոնան հաղթեց խաղը 3-1 հաշվով եւ մենք այսօր կքննարկենք, թե ինչպես գոլեր եղավ, ինչ խնդիրներ ունենք եւ ինչպես է Յամալը հետ գալի իր պրայմ։ Նաեւ ուզում եմ ասեմ, որ չունեմ լայք եւ բաժանորդագրել, որտեղ դա շատ կարեւոր է, դուք ինձ պատժ կայք անում, կոմենտներ գրեք, լայքեր դրեք, ամենակարևորը, շատ շնորհակալ կլինեմ։ Գնացինք։ Առաջին թայմը ամենասկզբից Բարսելոնան պրոստը ճզմում էր Էլչեին։ Ինձ թվում է ամեն անգամ ես դա եմ ասում, ամենասկզբում մենք լավ ենք խաղում, մի մոտավորապես 30 րոպե ու հետո կոդրվում ենք։ Բայց մինչև դա քննարկելը ես ձեզ կասեմ մի հատ մեր ստարտերի սաստավ։ Войцех Шեսնի, վրատար, դուո Աբարանիցնի, Արաուխո Կուբարսի, Ձախից Բալդե Աչից Կունդե, Ապորնի պոլզաշիտնիկ Դեյոնգ եւ Կասադո, հարցակվողական պոլզաշիտնիկ Ֆերմին Լոպես, Ձախից Ռեշֆորդ, Աչից Յամալ, հարցակվող Ֆերարի Տորմուզ։ Պետրին տրավմա է ստացել 6-7 շաբաթով բացակայելու է, դա պրոստը շատ վատ է մեր համար։ Պիտի որ չգիտեմ հաստատ, որտեղ ես անդադ ասում եմ ու միանգամից էլի Ռաֆինյան հետ է գալի ու էլի կորում է։ Պրոստը Ռաֆինյան գալիս է, պիտի էլ կլասիկոյին պատրաստ լինի, էլի 3 շաբաթով բացակայելու։ Այս սենց գեյմինգը պաշլի վի բանյու էլի սկայֆում։ Այսօրվա խաղը ես սենց ասեմ ոչ սենց բակազատիլնի էր խաղային առումով, որտեվ Էլչեն այն Լա Լիգայի թիմերից, ովքեր ուզում են նորմալ ֆուտբոլ խաղան, այլ ոչ թե ավտոբուս պրայմ ու ոտեր ջարդել, խետաֆ էլի հասկացաք։ Թե թիմերից է ու մեզ շատ հարմար է տես թիմերի դեմ խաղալ, ռեալի է տես բան չստացվեց, լավ կատակի ոնում, իրական չստացվեց աննամուշ։ Շատ կուզենա ատմից ծիծանեի, Մարկուս Ռեշֆորդի ու Ֆերմին Լոպեզի սվյազք են, իդեալական են իրար հասկանում, պրям այսօր Ֆերմինը պրям ահա որ լավ էր խաղում, 2 հատ գալիվոյ պերիդա չարեց, Ռեշֆորդն մի հատ պլանկա ծակեց, էդի կստատի ստաբիլ է իրակ։ Առաջին գոլը խփեց Յամալը ու վերջապես ոչ թե Կարոնա հակավ գլխին, այլ սենց միավ Կուսնյացկի պաչեց իր սիրած թիմը, մեր բոլորի սիրած թիմը։ Եթե ռեալի ֆանատիկա ձերը չեն, դուք արժան չեք։ Նախարարինը շատ լավ պրեսինգ արեցինք այդ գոլի ժամանակ, որի շնորհիվ աջ պաշտպանը Պեդրոսան սխալ պաս է տալիս եւ Բալդեն կարողանում է խլել այդ պասը ու պրոստը բեշնի արագությամբ, գիպարդի արագությամբ գազա տալի մեջտեղ։ Յամալն դե մենակ էր, ավսայդնի լավուշկայի մեջ չկոդրվեց Յամալը ու վերցրեց եւ Դանի ուգլը ծակեց։ Շատ գեղեցիկ գոլ էր, հավատում ենք, որ Յամալը հետ կգա իր պրայմ, բայց սենց ասեմ, ընդհանուր խաղի ընթացքում ես Յամալին շատ չէի նկատում, կոնկրետ առաջին թայմում ինքը գոնե հելը միտեղ դրիբլինգ կարողանում էր անել, բայց արդեն երկրորդ թայմում վաբշե չէր երևում, ես իմ համար ոչ թե ինքը վատ խաղալու համար պետք էր հանել Յամալին, այլ ընդհանրապես իր այդ լաբոկի ցավերի պատճառով պետք է իրան ուղղակի հանել, որ ինքը մի քիչ ավելի շատ հանգստանա, որ ավելի վատ տրավմա չստանա, համը Ռոնի Բաբլցին պրայմ դառնա, էլի հասկացեք։ Դեյոնգը տեսավ Զաբիգանյա Ռեշֆորդի, падա չարեց, Պեդրոսան սխալ կասեցում արեց ու գնդակ ընկավ Ֆերմինի մոտ, Ֆերմինը պրոստը այնքան արագ վազեց, որ վարքյանական հասներ վարոտների դեմը ու պաս տվեց ու Ֆերարի Տորմուզը բաց վարոտերին գոլ խփեց։ Լրիվ տապինգ եմ էլի, սկայֆում էլի հասկացաք։ Ֆերմին Լոպեզը Ֆերարի Տորմուզից ավելի արագ ու ավելի շատ ուրախացավ այդ գոլին, չգիտեմ, բայց ինքը պրям այն ստրաստ, այն pressure-ը հասկանում եք էլի, ցույց է տալիս Բարսելոնայի ամեն իր համար ամեն գնդակ շատ կարևոր է, ինքը ամեն գնդակի համար կռիվ է տալիս, կոդրում է սաղին։ Հիմա քննարկենք մեր բաց թողնված գոլը։ Մենք սկսեցինք հարձակվել, շատ լավ հարձակվողություն էր, որը չավարտվեց գոլով, ու մենք միանգամից արագ կոնտրատակա ենք ուտում, որտեղ չենք հասնում Ռաֆա Միրին Արսենի լավուշկայի մեջ մտցնենք, որտեղ ինքը նախարարին Էլչեի դաշտից էր վազում, երկրորդն է Զակայև էլի հասկացեք։ Ռաֆա Միրը մտավ շտրաֆնոյ, Արաուխոն սխալվեց այդ պահում, պիտի ավելի ժոստկի կոդրի միա դրան, բայց Ռաֆա Միրը պրям իդեալական խփեց իմ կարծիքով, որովհետև պրям перейти рыжку со штангой, էլի ջոգիր։ Ունդ է պրոստը կոդրվավ։ Համ Շենստին, համ Էրիկ Գարսիան։ Երկրորդ թայմ Բարսելոնան դուրս եկավ, որ ականջացել են կոդրի Էլչեին, բայց ամենասկզբից այդ մեր պլանները չէին աշխատում, որտեվ մեզ էլ չեն սկսեց կոդրել։
շատ ժոստկի տիպի, որտեվ ինչ-որ շատ լիքը բայր եղավ, որտեղ էլի այդ Ռաֆամիրը պլանկին կպավ, բայց իհարկե տես թեթև կպավ ու վերևից, շատ վտանգավոր չէր, բայց վտանգավոր էր։ Մեկ է այդ Ռաֆամիրը պրոստը շտանգեն ծակեց, իհարկե մեր երրորդ գոլը Ֆերմին Լոպեզը Պադաչ է ստանում Կասադոից, գեղեցիկ պադաչ է Կասադոն, կստացի շատ մարդիկ ասում են, որ լավ չխաղաց, բայց ես ասենց ասեմ չնկատեցի ինչ-որ վատ ու սխալ գործողությունների Կասադոից, չգիտեմ, եթե դուք նկատել եք, կարող եք ինձ ասել, որ մասով էր վատ, չի կարա Կասադոն Պեդրի լինի, եթե մենք կարող ենք հասկանալ ամենը սկզբից, որտեվ այս երկակնդի վրա միատիկ Պեդրի կա, միատիկ լավագույն ու ամենալավագույնը։ Ֆերմին Լոպեզը պրյամ ընտեից աջ ֆլանգից պրոստը կրակում է Ռեշֆորդի դոշին, ինքը ընդունում է, պրյամ ահավոր սիրուն պերևոդ էր, շատ գեղեցիկ էր։ Ֆերմին Լոպեզ ստավիմ կլաս։ Ռեշֆորդը ընդունում է, արագանում է ու պրոստը պլանգեն ծակում է ու գոլ է մտնում։ Հիմա Ռաֆամիրը կոդերվա, որտեղ կարող 4 հատ գոլ խփել, մի հատիկ է խփել, երկու հատիկ շտանգա ու всё, ու կոդերվի։ Մենք էլ մի հատիկ պլանկով գոլ խփեցինք։ Ու կարելի է այդպես ավարտվեց խաղը, հենց Դանի Օլմոն մտավ ու Լևանդովսկին հանեցին Ռեշֆորդին ու Ֆերմին Լոպեզին, սա սրությունը կորավ խաղին, որտեվ չեն նկատվում են արագությունը, որ տալիս էին Ռեշֆորդն ու Ֆերմինը։ Այսքան կարծենք մեր վիդեոն չմոռանաք լայք եւ բաժանորդագրել, ձեզ հետ է ես Գագոն, пока-пока, пока-пока։